Տարին 2 անգամ Արգիշտին այստեղ է արյունաբանական կենտրոնում։ Տիկին Հասմիկի եւ որդու համար սա արդեն կենսակերպ է դարձել։ 9-ամյա տղան 8 ամսականից նույն գրաֆիկով բուժում է ստանում։ Հիվանդասենյակի բոլոր ճաքերն ու ժպտացող արևներն անգիր գիտի։ Ամեն անգամ դժկամությամբ է հիվանդանոց գալիս, բժիշկներից գոհ են, բայց պայմանները չեն տրամադրում։ Տիկին Հասմիկը վստահ է հիմնանորոգված կենտրոնում որդու տրամադրությունը կփոխվի։ Երեխեքի համար լավ կլինի։ Երեխեքը մի քիչ ազատ կլինեն, հեռուստացույց կլինի, զբաղմունք կլինի, խաղեր կլինի։ Դրսում ցայտող շատրվանից մինչև ներքին ու արտաքին հարդարում ամեն ինչ մտածված է, որպեսզի կենտրոն մտնողը հիվանդանոցի շունչը չզգա։ Հին մասնաշենքից այստեղ ոչինչ չի մնացել, 7 հարկն էլ հիմնանորոգվել է, եւս 3 հարկ հիմքից է կառուցվել։ Նախագահի նախընտրական ծրագրի համաձայն եւ առաջին տիկնոջ հետևողականությամբ արյունաբանական կենտրոնն արդիականացվել է եւ զինվել նորագույն սարքավորումներով։ Եվրոպական կենտրոններին ոչնչով չի զիջում։ Սկիզբը 2 տարի առաջ դրվեց, երբ Նվիրիր կյանք բարեգործական հիմնադրամի նախագահ տիկին Ռիտա Սարգսյանն այցելեց կենտրոն։ Տեսնելով հիվանդասենյակների վիճակը, ասաց, այս պայմաններում չի կարելի այս երեխաներին բուժել եւ դուք 2 տարի հետո կունենաք գեղեցիկ կահավորված լավագույն սարքավորումներով կենտրոն։ Կարդում ենք ինտերնետով, որ այս դրանից հետո պետք է անել այս հաջորդ փուլը, պետք է անել ավելի բարձր դոզայի քիմիոթերապիա, իսկ եթե չէ, ուրեմն պետք է անել փոխպատվաստում։ Գիտեք, մեզ թվում էր դա ինչ որ եթերային, ինչ որ ֆանտաստիկ ֆիլմի, ինչ որ մի փոքրիկ դրվագ։ 2 տարին անցավ, ֆանտաստիկան դարձավ իրականություն։ Հիմա մենք մտնում ենք ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք, որը առաջինն է Հայաստանում։ Տարածաշրջանում միակն է, հենց սրա համար շատ հիվանդներ Հայաստանից արտասահման էին մեկնում՝ Ռուսաստան, Իսրայել, Գերմանիա, դրա կարիքն այլևս չկա։ Այստեղ մենք կատարենք տարեկան շուրջ 60 փոխպատվաստումներ եւ այդ փոխպատվաստումների համար այլևս անհրաժեշտություն չի լինի ընտանիքներով մեկնելու արտերկիր։ Փոխպատվաստման բաժանմունքի ստեղծումը տոկոս չեմ կարող ասել, բայց մի քանի անգամ ավելացնելու է արդյունավետությունը բուժական ծառայության, որը մատուցվում է արյունաբանության մեջ։ 6 մասնագետ արդեն վերապատրաստվել է աշխարհի լավագույն կլինիկաներում։ Արմինե Պեպանյանը նրանցից մեկն է, ցողունային բջիջների լաբորատորիայի ղեկավարը։ Դες համար կացավություն համեցեք։ Լաբորատորիան իտալացի մասնագետների օգնությամբ է կառուցվել։ Ամեն ինչ վերահսկվում է ավտոմատ համակարգով։ Նորմայից շեղում եւ մոնիտորի վրա կվառվի կարմիր լույսը։ Առանց ցողունային բջիջների լաբորատորիայի ոսկրածուծի փոխպատվաստումն անհնար է։ Բոլոր աշխատանքները ցողունային բջիջների մշակման վերաբերյալ իրականացվելու են այս հատվածում, սա ստերիլ սենյակներ են, մուտքը միայն հատուկ համազգեստով։ Ուզում եմ ձեզ ցույց տամ այս տիպի համազգեստը եւ գլխարկ, հատուկ դիմակ։ Ոսկրածուծի փոխպատվաստման առաջին վիրահատությունները կանեն 2017-ին։ Վերապատրաստված մասնագետները սկզբում կաշխատեն արտասահմանից հրավիրված գործընկերների հետ։ Արդեն ունենալով մեր կենտրոնը, մեր հնարավորությունները օգնելու երեխաներին բազմապատկվել են։ Եթե Նվիրիր կյանքը պետք է վճարեր $150,000, որ մի երեխա դուսը բուժվեր, այդ $150,000 այստեղ ներդնելով տասնյակ երեխաներ կբուժվեն։ Հաշվարկները այժմ ներկայացնում ենք առողջապահության նախարարություն, որպեսզի հստակեցնենք, թե ինչքան քվոտաներ կարող են ունենալ երեխաները այդ փոխպատվաստումները իրականացնելու համար։ Ամեն տարի արյունաբանական կենտրոնում 1500 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 400-ը երեխաներ են։ Նելի Հարությունյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։